Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-ի Մալիքի եթերում զրուցելու եմ Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ քաղաքական հարցերով փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-ի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Մեհրաբյան։ Բարև ձեզ, շնորհակալ եմ ինձ հրավիրելու համար, ողջունում եմ ձեր հարգարժան լսարանին։ Պարոն Մեհրաբյան, հայ-ամերիկյան աշխատանքային խմբերը սկսել են աշխատել Վաշինգտոնյան համաձայնագրերի իրագործման ու Թրամփի ուղու զարգացման համար։ Պետքարտուղարի տեղակալը Հայաստանում հանդիպել է վարչապետի հետ եւ այս տեղեկությունը Հայաստանի կառավարությունն է տարածել։ Այս օգոստոսի 8-ից հետո այս տեղեկությունը իմանալը ինչ է նշանակում, որ արդեն գործնական քայլեր են տեղի ունենում, թե ոչ։ Այստեղ նորությունը միայն այդ խմբերի, այսպես ասենք, ձևավորման մասին է, բայց այն, որ օգոստոսի 8-ի համաձայնությունները արդեն թևակողել են իրագործման փուլ, դա արդեն հայտնի էր եւ ինտենսիվ խորհրդակցություններ են գնում։ Ընդ որում ուզում եմ նաեւ ձեր հարգարժան լսարանին հիշեցնել, որ օգոստոսի 8-ի համաձայնությունները իրենց մեջ պարունակում են ոչ միայն պայմանավորվածություն թրիփի մասին, այլև կան, այսպես ասենք, ոլորտային հուշագրեր, որոնց հետ կապված եւս աշխատանք է ծավալված եւ այդ երբ մենք խոսում ենք խմբերի մասին, հա, խմբեր ասածը հենց դրանք եւս ներառում է։ Ուզում եմ հիշեցնել, որ խոսք է գնում միջուկային էներգետիկայի եւ էներգետիկա անվտանգության մասին, խոսք է գնում բարձր տեխնոլոգիաների, կիսահաղորդիչների եւ արհեստական բանականության մասին, դա երկրորդն է, իսկ երրորդն էլ դա խաղաղության խաչմերուկի շրջանակներում եւ տրամաբանության մեջ Հայաստանի ենթակառուցվածքների զարգացում, որը մաս է կազմելու տարածաշրջանային հաղորդակցության ուղիների եւ մեծ միջմայրցամաքային այդ միջին միջանցքի մի մասի, որի հենց ձևավորմանն էլ ձեռնամուխ են եղել Միացյալ Նահանգները եւ հենց այդ տրամաբանության մեջ են կառուցում ռազմավարական գործընկերություն թե Կենտրոնական Ասիայի հնգյակի հետ, թե Հարավային Կովկասի հետ, այս երեք երկրների հետ, թե Թուրքիայի հետ, որը եզրափակում է այդ միջին միջանցքը, եթե արևելքից գանք արևմուտք։ Հիմա նորությունն այստեղ այն է, որ նախ եւ առաջ Հայաստան, որ այցելել է Էլիսոն Հուքերը, դա շատ բարձր մակարդակի այցել։ Դա Մարկո Ռուբիոյի տեղակալն է քաղաքական հարցերով։ Եվ այստեղ, այսպես ասենք, կոնցեպտուալ քննարկումներ են տեղի ունենում։ Նա չի եկել, ասենք, X կամ Y պարագրաֆները ճշտելու։ Դրա համար կան հենց այդ, ինչպես ասացինք, աշխատանքային խմբերը, որոնք այդ տեխնիկական կամ պրոցեդուրային աշխատանքները իրականացնում։ Այստեղ կարևորը այն է, որ ընդհանուր, այսպես համապատկերն է ուրվագծվում, թե ինչը ինչպես պետք է աշխատի, որովհետև այս բոլոր բաղկացուցիչները օգոստոսի 8-ի համաձայնությունների նախ մասշտաբային են եւ երկրորդը ունեն իրավամբ պատմական նշանակություն, աննախադեպ են Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հարաբերությունների պատմության մեջ։ Պարոն Մեհրաբյան, հիմա ամերիկացի այս պաշտոնյան Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում նշել է, որ խոստանում են բացել Հարավային Կովկասը որպես կենսականորեն կարևոր առևտրային ուղի, այդ թվում նաև նշել է Ադրբեջանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորում, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղված քայլեր, դա հաջողելու է Ամերիկային։ Դե ամենայն դեպս մենք այս հայտարարությունը պետք է դիտարկենք որպես լրջագույն երկարաժամկետ շահ, որը հետապնդում եւ հետապնդելու է Ամերիկան։
Այսքանը կարող եմ ասել, եւ այն չէ նշանակում կստացվի թե չի ստացվի։ Դե բնականաբար նաեւ այս ծրագրերին մենք ունենք հստակ հակառակորդներ եւ եկեք ասենք, որ որքան էլ որ Ռուսաստանը այսպես արտաքուստ պաշտոնական Մոսկվան իրեն լոյալ է պահում այս տեղաշարժերի հետ կապված, բայց Ռուսաստանի իրական մտադրություններն են խափանել դա, խափանել այդ թվում նաև Հայաստանում ապակայունացման միջոցով։ Մենք խոսել ենք այդ մասին։ Դրանց մտահղացումն այն է, որ Հայաստանը ներսից ճոճելով դարձնեն դիսֆունկցիոնալ եւ արդյունքում Հայաստանին դարձնեն անընդունակ այս պայմանավորվածությունների իրագործման համար եւ դրան հետևի վերաբանակցումը, բայց արդեն այս անգամ ոչ թե Հայաստանի հետ, այլ Հայաստանի մասին եւ Հայաստանի հաշվին, որոնց բանակցողն էլ լինի Ռուսաստան։ Սա է մտահղացումը։ Իդեպ, քանի որ եկաք Ռուսաստանի դաշտ, մի հարց եւ էլի վերադառնանք այս թեմային։ Ռոբերտ Քոչարյանի թիմից Ագնես Ախամոյանը հարցազրույցում հայտարարեց, որ եթե Քոչարյանը գա իշխանության եւ նրան առաջարկվի միութենական պետության մաս դառնալը Հայաստանի հետ կապված, ապա կքննարկի։ Սա ինչպես կմեկնաբանեք։ Սա այն Վարդան Նիկոլաևիչի հանցակազմ պարունակող առերևույթ հայտարարություն է եւ ես չէ որ սա պետք է մեկնաբանեմ, սա պետք է մեկնաբանի գլխավոր դատախազությունը եւ ընդհանրապես նման հայտարարությունները պետք է քրեականացվեն Հայաստանում եւ անցնենք առաջ։ Հայաստանում չի կարող նման բան քննարկվել եւ Ռոբերտ Քոչարյանն ու Ռոբերտ Քոչարյանները չեն կարող գալ իշխանության Հայաստանում։ Ուղղակի Ինչու ասում են ժողովրդավար երկիր է, կարող է ժողովրդավարական։ Ժողովրդավարական երկիր չի նշանակում Ռոբերտ Քոչարյան։ Ժողովրդավարական երկիր չի նշանակում մի անձ, ով մարտի 1 է իրականացրել, հետո պարտակել։ Եվ դրա հետ կապված կա դատավճիռ, որի հետ կապված էլ նոյեմբերի 18-ին լսումներ են լինելու ազգային ժողովում, թե ինչպես կատարել Հայաստանի համար պարտադիր այդ դատավճիռը եւ ինչպես ուզում եք կատարեք, Ռոբերտ Քոչարյանը պետք է պատասխան տա իր արարածի համար, թե քաղաքականապես ցմահ զրկվելով քաղաքական process-ներին խառնվելու, թե ուղղակի թե անուղղակի ձևով իրավունքից, նաեւ քրեաիրավական գնահատական պետք է տրվի ընդհանրապես իր կառավարման տարիներին։ Պարոն Մերաբյան, իսկ ինչու Եվրամիությանը միանալու հայտարարությունները չպետք է քրեականացնել, իսկ միութենական պետությանը միանալու հայտարարությունները պետք է քրեականացնել։ Ես լավ եմ հիշում, որ մենք դրա մասին արդեն մեր նախորդ Հա, հանդիպմանը ճիշտ է, Տիկին Զախարովայի հայտարարության կոնտեքստում։ Այո, որովհետև չի կարելի աթոռը համեմատել էլեկտրական աթոռի հետ։ Չնայած երկուսն էլ աթոռ են։ Այսքան։ Պարոն Մերաբյան, այնուհանդերձ Թրամփի ժամկետները սահմանափակ են 4 տարի, եթե ամբողջ բանը վերցնենք, հա, կառավարման շրջանը, չհաշված որ 26-ին էլ միջանկյալ ընտրություններ կան եւ գուցե դեմոկրատներն են առավելություն ունենալու։ Արեք մենք բայց 4 տարվա կտրվածքով խոսենք, որովհետեւ դա ավելի ռեալ է։ 4 տարի հետո, եթե Ամերիկայում վարչակազմ է փոխվում, այս ամեն ինչի հետ ինչ է լինելու։ Բայց ամենը շարունակվելու է, որովհետև սա պայմանավորվածություն է ոչ թե Թրամփի հետ, այլ իդեմս Թրամփի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Եվ երկրորդը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում, միջին միջանցքի ձևավորման հարցում Միացյալ Նահանգներում կա միջկուսակցական կոնսենսուս։ Ի վերջո
Մենք էլի խոսել ենք դրա մասին, ես այլ լրատվամիջոցներով էլ առիթ ունեցել եմ խոսել այդ մասին, պետք է կրկնեմ, որ այս մտահղացումը դեռ Բայդենի վարչակազմի օրոք է սկսել ձևավորվել, կհիշենք 23 թվականի նոյեմբերին լսումները, որոնք նախաձեռնվել էին պետդեպարտամենտի կողմից եւ զեկուցողը Ջեյմս Օբրայանն էր, Էնթոնի Բլինքենի գլխավոր խորհրդականը։ Հետո այդ մտահղացումը ձևավորվելուն պես լցվեց բովանդակությամբ եւ Թրամփի կառավարման օրոք արդեն ընդունեց շատ որոշակի իրավաբանական ձև եւ ձևակերպվեց օգոստոսի 8-ին Վաշինգտոնում։ Այնպես որ ես այստեղ ընդհանրապես խնդիր չեմ տեսնում որևէ ձևով, սա կոնյունկտուրային որոշում չէ, սա ռազմավարական որոշում է։ Եվ երկրորդը, որը առանձնակի կուզենայի անպայման նշել, որովհետև ոմանք փորձում են շրջանառել մի այսպիսի մի տհաս մի միտք, ըստ որի դե Միացյալ Նահանգները չունեն երկարաժամկետ շահեր այստեղ, չեն էլ ունենա, չունեն ռազմավարություն եւ այլն, դե պարզա չէ, ակնարկը իրենց սիրելի Ռուսաստանն է, ուրեմն ուզում եմ հիասթափեցնել Միացյալ Նահանգների շահերը այստեղ եւ երկարաժամկետ են, եւ ռազմավարական, եւ համապարփակ, եւ ունեն շատ հստակ ռազմավարական նպատակ, դա Միջին Միջանցքի ձևավորումն է, կառուցումը եւ Միջին Միջանցքի ամբողջ երկայնքով գործընկերության հաստատումը, որում թե այդ Միջանցքի բոլոր սուբյեկտների միջև, թե նրանց բոլորի Միացյալ Նահանգների հետ միասին։ Այդ մասին է հենց այդ կենտրոնասիական հնգյակի գագաթնաժողովը Վաշինգտոնում, հենց այդ մասին է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գագաթնաժողովը Վաշինգտոնում օգոստոսի 8-ին, որի ընթացքում էլ հենց կայացան այս պայմանավորվածությունները։ Դե իսկ Թուրքիայի հետ Միացյալ Նահանգներն ունեն տասնամյակների դաշնակցային հարաբերություններ եւ երկխոսություն։ Այսքանը կարող եմ ասել։ Պարոն Մերաբյան, վերադառնալով ներքաղաքական թեմաներին, վաղար շաբաթի ընտրություններից ինչ հետևություններ արեցիք դուք որպես թե փորձագետ, թե կուսակցության ներկայացուցիչ։ Վաղար շաբաթում, որտեղ Հայաստանի 4-րդ քաղաքն է Էջմիածինը, տեղի ունեցավ շատ կարևոր իրադարձություն, հատկապես 26 թվականի հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ եւ այդ նախընտրական համատեքստում տեղի ունեցավ ռուսական 5-րդ Շարասյան եւ 6-րդ պալատի ջախջախում, հաղթեց ժողովրդավարությունը, հաղթեց քաղաքացին, բայց եթե վերցնում ենք երկարաժամկետ հեռանկարում, ապա պետք է ասեմ հետևյալը, որ Երևանյան այդ գողկատու քաչալշուն հարթության վրա այդ պսևդո քաղաքական պսևդո բանավեճը, որը զզվեցրել է բոլորին, ուղղակի նաև տեղափոխվելու է Էջմիածին եւ վաղար շաբաթ համայնք։ Այս ամենը ձևախեղում է քաղաքական process-ը Հայաստանում եւ դա երևում է նաեւ արձագանքներից արդեն հետընտրական մենք տեսնում ենք այդ հիստերիան նաեւ ռուսական մամուլը այս ամենն ուղղակի եւս մեկ անգամ շեշտում է հրամայականը որպեսզի մարտի 1-ի դատավճռով
օգոստոս ուրեմն 2008-ի մարտի 1-ի իշխանության քաղաքական ֆասադ հանդիսացած քաղաքական ուժերը պետք է օրենքով լուծարվեն։ Այդ օրենքը պետք է ստեղծվի Հայաստանում, ուղարկվի Վենետիկի հանձնաժողով փորձաքննության եւ ճշգրտորեն կիրառվի 4 քաղաքական ուժերի նկատմամբ նրանց մեջ ցուցակով անձանց ովքեր այնտեղ առանցքային դեր են կատարել եւ մասնակցել են մաս են եղել ուղակի կամ անուղակի ձևով քաղաքական որոշումների ընդունմանը պաշտոնյաներին ովքեր այնտեղ առանցքային պաշտոններ են զբաղեցրել, հա, անձամբ Ռոբերտ Քոչարյանը, անձամբ Սերժ Սարգսյանը, Աղվան Հովսեփյանը եւ այլն։ Նրանք պետք է դրվեն ուղղակի օրենքից դուրս։ Նրանք պետք է ցմահ զրկվեն քաղաքականության մեջ որևէ դերակատարման իրավունքից, իրավական եւ կրթական համակարգում գործունեության որևէ իրավունքից, ինչպես նաեւ նրանց հետ աֆիլիացված ուղղակի կամ անուղղակի աֆիլիացված անձինք եւս եւ ընտանիքի անդամներ։ Այսինքն Ռոբերտ Քոչարյանին եթե պաշտոնից բերումով ենթադրենք իրավիճակալում, որ զրկվում է, բա ընտանիքի մյուս անդամը, որը քաղաքականությամբ է զբաղվում, իրեն ինչու պետք է դուրս թողնել։ Աֆիլիացված։ Դա եվրոպական պրակտիկա է եւ դա արվում է ժողովրդավարության համար անշրջելիության ինստիտուցիոնալ երաշխիքների ձևավորման տրամաբանության մեջ։ Դա քայլ է ընդառաջ ժողովրդավարության ամրապնդում։ Մենք չպետք է ընտրությունից ընտրություն ընկնենք ցնցումների մեջ։ 5-րդ Շարասյան կամ 6-րդ պալատի կողմից Հայաստանի ինքնիշխանությունը եւ անկախությունը վիճարկողներ ձեր անուն ազգանուն տվեցիք, չեմ էլ հիշում։ Նման հայտարարություններ անողների պատճառ։ Այնպես որ հարցերը պետք է լուծվեն արմատապես եւ ժողովրդավարական պրակտիկաների շրջանակներում եվրոպական փորձի ադապտացված կիրառ։ Սա պետք է լինի։ Պարոն Մերաբյան, շարունակելով վաղարշապատի թեման, Նիկոլ Փաշինյանի գրառումն էր հետաքրքիր։ Երրորդ կետը իր առավոտյան 3 գրած ստատուսի նշում էր, որ այս ընտրությունները նոր լիցք էին մեր սրբության սրբոց մայրաթորիչ, ինչպես ինքն է նշում, կաթողիկոսին անվանելով աշխարհիկ անունով Կտրիչ Ներսիսյանին հեռացնելու համար։ Դուք սա ինչպես կմեկնաբանեք թիմ ընտրությունները բերել կապել Նիկոլ Փաշինյանի ինչ-որ անձնական ցանկությունների հետ, վաղարշապատում տանել 5 էջանոց նախընտրական ծրագիր ցույց տալ, բայց հետո վերջում քվե ստանալ եւ ասել, որ այ դուք մեզ նոր լիցք տվեցիք կաթողիկոսին հեռացնելու համար, սա ազնիվ է։ Ձեր հարցադրման մեջ կան, այսպես ասենք, ոչ ճշգրիտ ձևակերպումներ, Ինչն է ոչ ճշգրիտ։ Որ թույլ տաք կասեմ, որոնք մեզ ոչ թե մոտեցնում են ճիշտ պատասխանին, այլ հեռացնում են ճիշտ պատասխանից։ Ինչ է նշանակում կապել կաթողիկոսին տեղական ընտրությունների հետ կամ անձնական ցանկություն։ Սա անձնական ցանկություն չի Նիկոլ Փաշինյանի կողմից, այլ օրվա հրամայական, պայմանավորված շատ հայտնի հանգամանքներ։ Դա մեկ։ Երկրորդը մարդը ով զբաղեցնում է կաթողիկոսի պաշտոնը հենց այդ համայնքից է, որտեղ ապրում է իր գերդաստանը, իր ազդեցության շրջանակը եւ նաեւ հայտնի է իր քաղաքական հայացքներ, որը նա չպետք է ունենար, նա ընդհանրապես քաղաքական հայացքներ չպետք է ունենար, բայց նաեւ որ ունի, եւ այդ ամենն այնտեղ այո ջախջախվեց։ Իսկ նրա բարեկամներն էլ առերևույթ մեղադրվում են խուլիգանության մեջ։ Դե դատարանի վճիռ չկա, գուցե սպասենք դատարանի վճռին։ Դե ես
ուշադիր լսեք իմ ասածը, ես ասում եմ առերևույթ։ Այո, դատարանը երբ վճիռը կկայացնի, մենք էլ առերևույթ բառը չենք օգտագործի։ Ոչ ես, ոչ դու։ Հետևաբար այս ամենը, եթե դուք կապ չեք տեսնում կամ չեք ուզում տեսնել, այդ կապը այն էր, ինչ ասացի։ Եվ հնարավոր չի այն չտեսնել։ Դա մեկ։ Այդ դեպքում կներեք, ինչու վաղարշապատու հետ ազնիվ չլինել եւ ասել, գիտեք ինչ, եթե մենք իշխանություն ստանձնենք, այլ ոչ միայն ձեր ասֆալտն ենք անելու, ոչ միայն ձեր մանկապարտեզներն ենք սարքելու, ոչ միայն աղբն ենք տանելու, թուփն ենք ջրելու, այլ նաև ձեր քվեն մեզ համար լինելու է հրամայական, որ մենք գնանք կաթողիկոսին մայրաթորից հեռացնենք։ Ինչու դա ի սկզբանե չասել, այլ ոչ թե հենց տեսնել 50+1-ը խփել են, ասեն սա մեր համար նոր լիցք է։ Գուցե լիքը վաղաշապատցիներ հիասթափվում են, նայ քեզ բան, մենք իրանք ինչ են անում։ Մեր խոսակցությունն ինձ հիշեցնում է բանավեճ այն բանի շուրջ, թե արդյոք երեխաներին արագիլներն են բերում, թե ոչ։ Եկեք մի քիչ ոնց որ հարթությունը փոխենք եւ ճիշտ հասկանանք։ Ցանկացած տեղական իշխանությունների ընտրություններ այն ամենի մասին են, ինչ ասացիք։ Պարզապես Էջմիածնի եւ Վաղարշապատի տեղական ընտրությունները անխուսափելիորեն իր մեջ պարունակում են նաև այդ տարը։ Այստեղ որևէ անազնիվ բան չկա։ Եվ դրա մասին գիտեն թե տեխնացուն, որը դառնալու է քաղաքապետ, թե նրան ձայն տվողներ, ինչի մասին է խոսքը։ Այստեղ որևէ մեկի մոտ սյուրպրիզներ չկա։ Եվ չեն էլ կարող լինել, որովհետև այդ ամենը ուղղակի մակերեսի։ Դե նույնիսկ տեխնացուն չի ասում, որ հա դա իմ օրակարգում կա։ Տեխնացուի օրակարգում չի, տեխնացուի կուսակցության օրակարգի մեջ է եւ կուսակցության ղեկավարի օրակարգի մեջ է, բազմահազարանոց քաղաքացիների բանակի օրակարգի մեջ է, որովհետև դրա համար այդ օրակարգի համար կան շատ հստակ պատճառներ, որի մասին էլ բազմիցս խոսվել է։ Եվ տեղական ընտրությունների ընթացքում այդ մասին խոսելու իմաստ չկա։ Քանի որ մեր մոտ տեղական ընտրություններն էլ նաև կուսակցական ցուցակներով են իրականացվում, ապա եթե անձամբ տեխնացուն չի խոսում, չի նշանակում չեն խոսում իր կուսակցական ընկերները։ Կամ այլ կուսակցություններից անձինք, ովքեր կիսում են այդ մոտեցումը։ Այո, մենք այլևս չունենք կաթողիկոս, կաթողիկոսն ինքն իրեն դրել է եկեղեցական օրենքից դուրս, եւ նա պետք է թողնի իր պաշտոնը, որն է այստեղ ազնիվը, որն է անազնիվը։ Հիմա այդ նոր լիցքը ինչպես է դրսևորվելու, երբ որ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ձեր ընտրությամբ կարևոր լիցք տվեցիք մեր սրբության սրբոցը Մայրաթոր Սուրբ Էջմիածինը ազատելու կտրիչ ներսիսյանից ազատելու գործընթացին, ինչի սպասի հանրությունը։ Ըստ ձեզ։ Հանրությունը ոչ թե պետք է սպասի, այստեղ ճանապարհը մեկն է։ Նախ եւ առաջ այդ ամենը պետք է լինի ոչ բռնի եւ օրենքով չարգելված ձևերով, դա միանշանակ է։ Այստեղ ես նույնիսկ քննարկելի բան չեմ տեսնում։ Դե իսկ մնացածն էլ կյանքը ցույց կտա ինչ ձևով։ Բայց բոլոր դեպքերում ոչ թե քաղաքացիները պետք է սպասեն, այլ քաղաքացիները պետք է մեծացնեն հասարակական ճնշումը եկեղեցու վերնախավի վրա, մի նպատակով, որպեսզի եկեղեցու վերնախավը իր մեջ ուժ գտնի, եկեղեցու կանոններով օրինականություն վերահաստատել եկեղեցու ներսում, որը կլինի ամենաիդեալական որոշումը։ Սա է ճանապարհը եւ ըստ հասնող տեղեկությունների այդ գիտակցումը կա եպիսկոպոսած դասի շատ նշանակալի սեգմենտի մոտ, փառք ու պատիվ իրենց, բայց սա process է, որը դեռ պետք է հասունանա եւ այն կհասունանա։
Ես կասկած չունեմ, որովհետև դրա համար կան բոլոր օբյեկտիվ հիմքեր։ Պարզապես ուշագրավնային է, որ կաթողիկոսը գնում է ընտրության, ասում է ես քվեարկեցի հանուն Բարգավաճ, Վաղարշապատի համար, որ լավ լինի, շենանա մեր քաղաքը, դրանից 24 ժամ չանցած ասում են, որ այս ընտրությունները, ինչի համար դու քվեարկել ես, գալու է քեզ հեռացնելու։ Եվ կաթողիկոսը հազար մի բան պետք է կարող է ասել, հետո ինչ։ Բայց կաթողիկոսը քվեարկել է ում օգտին։ Էդ էլ թող ասի։ Դե ինչպես Եվ բոլոր այդ քաղաքացիները, այնպես էլ նա իր ընտրությունը գաղտնի է։ ճիշտ է, բայց մենք էլ հո գիտենք ինքը ում է քվեարկել եւ ինչի համար։ Այնպես որ կարևոր չի ինքը ինչ է ասում, կարևոր է թե ինքը ինչ է անում, կարևորը ինքը ինչ է արել եւ ասված է, չէ, ծառի մասին դատում են իր պատուղներից։ Ինչ է արել, որ ասում եք կարևորը թե ինչ է արել։ 26 տարի ինչ է արել, պարոն Կիրակոսյան։ Այդ ամենը բոլորի աչքի առաջ է եւ Դուք ի՞նչն եք հենց դրա խնդրահարույց համարում։ ինչպես առաջին օրվանից ամեն ինչ ամբողջ իր գործունեությունը, որը ըստ էության եղել է գործունեություն, որպես կրիմինալ դիկտատուրայի հետ սերտաճած մի կառույցի։ Դա ինքն է արել։ Հոկտեմբերի 27-ի առավոտվանից սկսած։ Ահա եւ ողջ պատասխանը։ Պարզապես դրա մասին 25.5 տարի չի խոսվել։ Վերջին կես Ցավոք տարում սրտի, ցավոք սրտի։ Իսկ երբ որ այդ ամենը վերաճեց նրա, որ նա ուղղակի արդեն պատերազմ է հայտարարել Հայաստանի Հանրապետությանը, իսկ նա պատերազմ է հայտարարել Հայաստանի Հանրապետությանը իր Պուտինի ձեռքից վզին կախած շքանշան ստացող եղբոր հետ միասին Հայաստանի Հանրապետությունը չի կարող դրան չարձագանքել։ իդեպ Ռուսաստանի հոգևոր առաջնորդն էլ Սերժ Սարգսյանից է ստացել Մեսրոպ Մաշտոց շքանշան եւ դա ինչ է նշանակում։ Գիտեք ինչ, Չէ, կներեք, եթե Գարեգին երկրորդի կամ եղբոր Վլադիմիր Պուտինից մեդալ ստանալը խնդիր է, պետք է Կիրիլի համար էլ Սերժ Սարգսյանից ստացած մեդալը, չէ, խնդիր լինի։ խնդիրը եւ դա Սերժ Սարգսյանի խնդիրն է։ Եվ դա նույն խնդիրն է ըստ էության, որովհետեւ Սերժ Սարգսյանը եւս եղել է այդ կրիմինալ դիկտատուրայի պարագլուխներից մեկը հաջորդ տասնամյակին Ռոբերտ Քոչարյանից հետո, մարտի 1-ից հետո։ Եվ այդ ամենը միանգամայն օրինաչափ է։ Պարոն Մերավյան, դուք նշեցիք, որ ազգային ժողովում տեղի ունենալու այդ լսումները քիչ անց, բայց դա ինչ է տալու, այսպես ասած, գործին օգուտ տալու է, թե ոչ, որովհետև իշխանափոխությունից մինչ այսօր այդ գործը գնում է, Քոչարյանը տարբեր հոդվածներով անցավ, որոնցով արդարացվեց, որոնք մի մասը վաղեմության հիմքով, այսպես ասած, ջրվեցին, գնացին, ի վերջո մենք հասնելու է այս հասարակությունը նրան, որ տեսնի, որ այդ հայրենահեղության համար մեկը պատասխան է տալու։ Մեկը չէ։ Ես ուրվագծեցի այն շրջանակը, որը պետք է պատասխան տա։ Նաև քաղաքական առումով այն ձևը, որով նա պետք է պատասխան տա։ Իրավական մասը թողնում եմ իրավաբաններին, բայց ոչ թե Աղվան Հովսեփյանի պաչած իրավաբաններին, այլ Հայաստանի քաղաքացի լինել ինչ է նշանակում, այ դա հասկացած իրավաբաններ։ Ինչ կտա։ Հենց մեր ցանկությունն էլ այն է, որպեսզի
այս դատավճիռը, որը դատավճիռ է նաև Հայաստանի 17-ամյա անկարողության, ինչի մասին դուք եւս նշում եք, եւ այդ անկարողության էջը Հայաստանի Հանրապետությունը փակի։ Մեկ, երկրորդը, այս դատավճիռի իրագործումը այն պարտադիր փուլն է, որը մենք պետք է անցնենք, որպեսզի մեր ժողովրդավարությունը ձեռք բերի անշրջելիության ինստիտուցիոնալ երաշխիքներ։ Դուք տեսնում եք Ահա թե ինչ է։ նախադրյալներ, որ Հայաստանի իշխանությունները ձեռնարկեն գործընթաց, որ որոշ կուսակցությունների գործունեությունը դադարեցնեն կամ 26 թվին մասնակցությունը թույլ չտան։ Ես նախադրյալներ ման չեմ գալիս, ես տեսնում եմ անհրաժեշտություն, որպեսզի այս իշխանությունը հենց իր ձեռքով դնի եւ դա անի, որովհետեւ Հայաստանում քաղաքական process-ը, ընտրական process-ը պետք է զերծ լինի աղբից։ Աղբի տեղը Սովետաշենի աղբանոցն է։ Կգնան այդ քայլին իշխանությունները, թե ոչ։ Ես չգիտեմ իրենք կգնան թե չեն գնա, բայց ես գիտեմ, որ ես եւ մեր կուսակցությունը ոչինչ չի խնայի, որպեսզի իշխանությունը գնա այդ քայլին հանուն Հայաստանի Հանրապետության։ Օրինակ ինչ եք անելու, համոզելու եք, ստիպելու եք, սպառնալու եք։ Համոզելու ենք, հիմնավորելու ենք, բարձրաձայնելու ենք, այդ թվում նաև շնորհիվ ձեր այս ալիքի, որին դուք ինձ պարբերաբար հրավիրում եք։ Եվ այո, օրենքով չարգելված բոլոր ձևեր։ Որովհետև Հայաստանում չի կարող լեգալ գործել որևէ քաղաքական ուժ, լեգալ գրանցված, որը գործում է Հայաստանի Հանրապետության դեմ, սա ինձ համար գոնե աքսիոմ է։ Եվ պետք է իրավաբանական ձևակերպում ստանա այս պարզ ճշմարտությունը։ Եվ չի կարող չստանալ վաղ թե ուշ։ Երբ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց ընդդիմության ազդեցության գործակալներ լինելու մասին, դա նշանակում է, որ ինչ-որ գործընթացի մեկնարկ է տրվում, թե ոչ։ Գիտեք ինչ, սա շատ պարտավորեցնող հայտարարություն է, որովհետև նման արձանագրումը ենթադրում է պարտադիր գործողություններ այս արձանագրման տրամաբանության մեջ։ Եվ այո, մենք հիշեցնելու ենք այդ մասին։ Մեր այդ օրենքով չարգելված իշխանությանն այդ քայլերին դրդելու ճանապարհը։ Թե պարզապես ընտրություններին ընդառաջ սուր ելույթներ են լինում փոխադարձ իշխանությունից, ընդդիմությունից եւ Նիկոլ Փաշինյանի ելույթը պետք է այդ համատեքստում դիտարկել։ Եթե ամեն ինչ ավարտվեց նրանով, որ այդ ելույթը լինի այդ ձեր ասացի շարքին դասվող, ապա դա մեծագույն հարված կլինի հայկական ժողովրդավարության։ Պարոն Մերաբյան, իսկ ճիշտ չի լինի, որ բոլորն էլ մասնակցեն ընտրության, ժողովուրդը իր ընտրությամբ ցույց տա, որ կուսակցություններն են ակտուալ, որոնք ոչ։ Ժողովրդավարությունը հենց դրա մասին է։ Ժողովրդավարություն նշանակում է, որ բոլորը պետք է մասնակցեն, բայց կրկնում եմ, ժողովրդավարության մաս, ժողովրդավարության շահառու, ժողովրդավարական խաղի մասնակից չի կարող լինել մի սուբյեկտ, որը ժողովրդավարությունից օգտվելով գալիս է այդ ժողովրդավարությունը թաղելու եւ գործի պետության դեմ, պետության մեջ պետության դեմ։ Այսինքն ժողովրդավարությունը նրանց համար չի։ Ժողովրդավարությունը նրանց համար ունի բռունցք գլխներին իջնելու համար, օրենքի տառին եւ ոգուն համապատասխան։ Որովհետեւ ժողովրդավարությունը այո պետք է լինի բռունցքներով։ Կրկնեմ, ժողովրդավարության
պայմաններում գոյություն ունեն խաղի կանոններ, պատկերավոր ասած երթևեկության կանոններ, երթևեկության ազատության պայմաններում, որը խախտելու ժամանակ ձեզ կտուգանեն կամ կզրկեն վարորդական իրավունքից։ Սա է ժողովրդավարությունը։ Ժողովրդավարություն նշանակում է նաև օրենքի գերակայություն, նաև ժողովրդավարություն չի նշանակում բարդակ, ժողովրդավարություն չի նշանակում ազատ հայհոյելու իրավունք, ժողովրդավարություն չի նշանակում պետության դեմ ազատ գործելու իրավունք։ Ժողովրդավարություն նաև չի նշանակում մեկ հայհոյողին պատժել, մյուսին թողնել ազգային ժողովում կառավարել կամ կառավարական շենքերում։ Այո, իհարկե չի ենթադրում։ Այո, չի ենթադրում, որ Բայց մենք հիմա այդ երևույթին ականատես ենք ներողություն, չի նշանակում, որ Վարդան Նիկոլաևիչին պետք է այդ հոդվածը կիրառվի, բայց նույն Ռոբերտ Քոչարյանի, որ տասնապատիկն է ասել ու հարյուրապատիկն էլ արել վնաս Հայաստանին, չտարածվի։ Այո, չի կարող լինել, որովհետև արդարադատությունը երբ սելեկտիվ է, դա արդարադատություն չէ, դա շանտառություն է։ Պարզապես ինչու իշխանականների վրա էլ չի տարածվում այդ օրինակ հայհոյանքի դեմ պայքարի շրջանակում իրավական ուժը ընդդիմադիրներին փռելով ասֆալտներին տանում են, բայց ազգային ժողովի նախագահ շարունակում է կառավարել։ Իրականում դատական process-ներ գոյություն ունեն, պետք է դատի տալ։ Եվ դատարանը կպատասխանի բոլոր ծագած հարցերին, բայց դատարանն էլ դրա համար է։ Հենց մենք էլ ամեն ինչ անում ենք, որպեսզի բոլորը լինեն օրենքի առաջ հավասար։ Շնորհակալություն, պարոն Մեհրաբյան, հարցազրույցի համար։ Խնդրեմ։